հայրիկը աշխատում են այստեղ, կողքի շենքում, ու ես չգիտեմ ճիշտն ասած այս շենքի անունը։ Իմ հայրիկը աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այս շենքը։ Իմ հայրիկը բաժնի պետ է ու ես շատ ուրախ եմ։ Մայրիկս աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, կարաս ասես։ Իմ մայրիկը աշխատում է նախարարությունում։ Իմ մաման ու պապան աշխատում են նախարարությունում։ Իմ կարծիքով տղաների ու աղջիկների միասին մասնագիտությունը, որը համ երկուսով կարող են անել կերպարվեսնա, իսկ տղաների համար հատուկ մասնագիտությունը տաքսի վարել, ինչ-որ շինարարություն, իսկ աղջիկների համար երկուպար։ Կարան իրանք լավ սովորել, իրանք կարան կարդալ, լավ անգլերեն կարդալ, լավ ռուսերեն կարդալ։ Տաքսի քշելու նույնն է, կարող է տղա լինի, կարող է աղջիկ լինի, տարբերություն չկա։ Յուրաքանչյուր մարդ կարա իր գործը լավ անի, ու ինձ չի թվում, որ այդտեղ տարբերություն կա։ Չկան տղաների և աղջիկների մասնագիտություններ։ Ինձ թվում է կան, որովհետև ոչ բոլոր կանայք կարան տղամարդու ծանր աշխատանք անեն, ու ոչ բոլոր տղամարդիկ կարան կանանց պես ուշադիր ու պատասխանատու լինել։ Ինձ թվում է, որ բոլորը իրանց կարծիք ունեն, ու եթե ինչ-որ բանը ցանկանաս, հաստատ ամեն ինչը կստացվի մոտդ։ Չկան տղաների և աղջիկների կոնկրետ մասնագիտություն։ Բոլոր կոստերն կարան աղջիկներն ու տղաներն տանեն։ Իմ մաման ու պապան երեխեքավար են աշխատում։ Տնօրեն կարող են դառնալ աղջիկները, որովհետև նրանք ավելի պատասխանատու են մոտենում հարցին։ Իմ կարծիքով էլ կանայք։ Տնօրեն կարող են դառնալ, իմ կարծիքով, աղջիկները։ Իրանք ավելի կազմակերպված են։ Տնօրենները կդառնան տղաները։ Տնօրեն կարան դառնան համ աղջիկները, համ տղաները։ Տնօրենը համ աղջիկները կարան լինեն, համ տղաները, որ եթե խելացի լինես, լավ սովորես, կստացվի մոտդ։ Ես կարծում եմ, որ անձը, աղջիկ թե տղա, պետք է ընտրի այն մասնագիտությունը, որը ինեն դուր է գալիս։ Մաման, որ տանը բանը հանձնարարում, համապես անում, համ ես։ Մայրիկս, որ տանը գործ է հանձնարարում, առաջինը ինձ է ասում, որտև ես աղջիկ եմ։ Մաման որ մի գործ է ասում, երկուսովս անում ենք։ Սեղան եմ դնում, լապսերներն եմ լվանում։ Օրինակ մայրիկս ասում է Սոֆի կգաս օգնես, աղբերս Դանի սնգնում է ու ասում է ես կանեմ։ Երկուսս էլ սիրում ենք մայրիկին օգնել։ Որ մամա ինձ գործ է հանձնարարում, ես հաճույքով անում եմ։ Ես կարծում եմ, որ համ տղաները, համ աղջիկները պետք է մայրիկին օգնեն, բայց ինձ ավելի շատ թվում է, որ աղջիկները։ Բարիկալուստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Ես ողջունում եմ երեխեք բոլորիդ, չեմ ուզում խտրականություն դնել և ասել հատկապես աղջիկներին, բայց ոնց որ աղջիկ երեխաների օրն է այսօր։ Ուզում եմ, որ մեծանալուց միշտ հիշեք, որ ոչ մի տարբերություն չկա, բացի ֆիզիոլոգիական տարբերություններից, տղաների և աղջիկների միջև երեխեք ջան։ Եվ աշխատանքի առումով և այն ամեն ինչի առումով, որին դուք հասնելու եք ձեր կյանքում։ Շնորհավորում ենք բոլորիդ օրվա առիթով և ցանկանում եմ հաճելի ներկայացում։ Հենց հիմա կազմին չշարժվես, թե չկտր
Իմ կարծիքով մինչև դեռահաս տարիք կարելի է նույն կերպ մեծացնել երեխաներին, որովհետև բոլոր երեխաները իրենք նույնն են, ունեն նույն զգացմունքները, նույն էմոցիաները, ու իմ կարծիքով ավելի կոպիտ մեծացնել տղաներին մի փոքր սխալ մոտեցում է։ Իմ երեխաներին նույն կերպ եմ մեծացրել ու որևէ տարբերություն չեմ դրել, մինչ օրս էլ չեմ զգում, որ որևէ բանով տարանջատել եմ կամ առանձնացրել եմ մեկ-մեկին։ Իմ աղջիկները իմ կյանքի գերագույն մասն են կազմում։ Ինձ համար ընդհանրապես տարբերություն չկա երկուսի միջև։ Ունեմ տղա եւ աղջիկ, դաստիարակության հարցում ընդհանրապես նույն մոտեցումն եմ ցուցաբերում։ Տղա երեխան իր պարտականությունն ունի, աղջիկ երեխան իր պարտականությունն ունի, քանի որ առաջնեկս եւ մեծս աղջիկս է եւ վստահաբար ասում եմ, որ իր պարտականությունները ինչևիցե ավելի շատ են եւ պատասխանատվությունն է շատ, անգամ եղբոր հանդեպ։ Ես ունեմ եւ տղա եւ աղջիկ։ Երեխայի դաստիարակության հարցում հիմնական մեթոդներն ու մոտեցումները նույնն են, իհարկե սեռով պայմանավորված որոշակի յուրահատկություններ հաշվի առնելով, բայց մարդկային արժեքներ կան, որոնք պետք է սերմանել անկախ սեռից, երկուսի մեջ էլ հավասարապես։ Ես ունեմ երկու սեռի բալիկներ, աղջիկ եւ տղա։ Ամենակարևորը հավասար հնարավորություններ կտամ երկուսին, որ երկուսով անեն այնինչ սիրում են եւ դառնան այնինչ կուզեն, որ երազում են։ Փոքր ժամանակ նույն սկզբունքով ես դաստիարակում, բնականաբար, որտեղ արժեքները դեռ ձևավորված չեն լինում, բայց որ մեծանում են, արդեն յուրաքանչյուրին մոտենում ես յուրովի, որովհետև արդեն իրանք ունեն իրանց սկզբունքները, որոնց հետ պիտի նաև դու հարմարվես։ Մենք եւ աղջիկներ եւ տղա դաստիարակության առումով որևէ խտրականություն ու տարբերություն չկա աղջիկ եւ տղա, երկուսին էլ, երկու սեռերին էլ աշխատում ենք փոխանցել նույն արժեքները։ Դաստիարակության առումով ոչ մի տարբերություն, տղայա թե աղջիկ, դա կարևոր չէ։ Նույն դաստիարակությունն են ստանում մեր ընտանիքում։ Ամեն դեպքում կան առանձնահատկություններ, բայց միևնույն է, մենք ունենք սկզբունքային արժեքներ, որ երեխաների դաստիարակության հարցում պիտի ունենանք մեկ միասնական մոտեցում եւ դրան պետք է մասնակից լինեն երկու ծնողներ, եւ հայր ծնողը եւ մայր ծնողը։ Դաստիարակության հիմնական սկզբունքները նույնն են, մի փոքր կարող է առանձնանալ, բայց ոչ թե պայմանավորված սեռով, այլ իրենց բնավորության առանձնահատուկ գծերով։ Այսօր սակայն միայն աղջիկների հետ չենք տոնում եւ ես շատ ուրախ եմ, որ տղաներն էլ են միանում օրի տոնակատարությանը, որովհետեւ ըստ էության օրը հավասարության իրավունքների հավասարության մասին է, թե տղաների, թե աղջիկների երազանքների մասին է եւ երկուստեք իրար օգնելով աղջիկները եւ տղաները կարող են հասնել այն երազանքներին, որոնք բոլորը ունեն եւ դրանով կերտելով ավելի լավ միջավայր, ավելի լավ հասարակություն եւ բնականաբար ավելի ուժեղ պետություն։ Այսօր աղջիկները կոտրում են բազմաթիվ կարծրատիպեր, հաղթահարելով բազում խնդիրներ, հանդես գալով որպես նորարարներ եւ առաջնորդներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում եւ դերում կարող ենք ստեղծել ավելի շատ հնարավորություններ, որպեսզի աղջիկների ձայնը առավել լսելի լինի որոշումների կայացման գործընթացում եւ առհասարակ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։